Բաղդանյան, դուք ամեն անգամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի նախադասությամբ ցնցում է համացանցը, ինչ-որ մեղադրանք են չեստում մի հայտարարություն անում, կպտում է ձեզ օրինակ ընդդիմությանը, դուք ամեն նման հայտարարությունից հետո գալիս եք նստում եք այստեղ, ասուլիս եք տալիս, միապաղաղ, հանդարտ տոնով, մոտ 1 ժամ խոսում եք, բացատրում եք, օրինակ եք ծավալում, չգիտեմ, համոզում եք, բայց դրանից բան չի փոխում։ Հիմա օրինակ այս 1 ժամվա ձեր ասուլիսի ընթացքում ինչ կարևոր մտքեր հայտնեցիք, որով կոտրեց Փաշինյանի երեկվային թեզը, որ չկա մի տանիք, որից հեծը գողություն արած չլինի։ Կամ որ ասում եք բանը, Սամվել Կարապետյանի ռեյտինգը բարձրացել է, դրանից իրենք տենց վախենում են Կարապետյանի ցնցումների մեջ են ընկնում, ո՞նց եք չափել այդ ռեյտինգը օրինակ։ Դուք ձեր շրջանում ձեր թիմակիցների մեջ որոշել եք հարցում եք արածել, այո, Սամվել Կարապետյանի նման հզոր մարդ չկա, դրանով որոշել եք որ ռեյտինգը մենք մերոնցով դուք ձերանցով ու ձեր ձևով, որովհետև նույնպես կարող ոնց որ Քոչարյանը ֆիասկո ապեց, այդպես էլ վաղը դուք ընտրություններից հետո ֆիասկո ապեց, պարզի որ ռեյտինգը բարձր է, բայց ուզում 50%-ից ավել չէր, նախ ներողություն եմ խնդրում, երկու, այսպես ասած, հակադարձում կամ ճշտում։ Նախ ես չեմ ասել, բնականաբար մենք հաղթելու, այսպես ասած, ճանապարհով ենք գնում, որովհետև պարոն Կարապետյանը փառք Աստծո դեռևս չի պարտվել, ու լավա որ չի պարտվել, ընդ բոլորիս համար, ոչ թե մեր թիմի կամ բանի։ Ռեյտինգը բարձրացելով ես նկատի ունեմ, որ այն ցանկությունը եւ այն ռեսուրսը, որը ներդրվում է պարոն Կարապետյանի անունը այսպես սևացնելու համար, ուղղակի չի աշխատում։ Երկրորդը, ես ձեզ որ ասում եմ, կան որոշակի չափելիության գործիքներ, չէ՞։ Ձեր ասածը հումորով եմ ընդունում, այլ պարագայում վիրավորական է հնչում, որ մենք մեր թիմով հավաքվում ենք, ասում ենք մեր ռեյտինգը շատ բարձր է, ծափ ենք տալի գնում ենք, անկեղծ հումորային եմ ուզում ընդունել, չափելիության տարբեր գործիքներ կա, հենց մենակ են, որ վերջի զարգացումների ժամանակ, այսպես ասած իրենց դեմ աշխատեց այս վերջի զարգացումները, որ մարդիկ ընդհանրապես հասկացան, որ այդ ամեն ինչը սուտ էր։ Իմ այստեղ գալու եւ նախ հանգստությանս առաջի պայմանը իմ կարծիքով ճիշտ լինել։ Երբևիցե որևիցե մեկի տնից ու բնակա, ես լինելով այդ բլոկի ղեկավար, ամենայն պատասխանությամբ ասում եմ, իրացման տնօրենը դա հավելագրում, կորուստ, այդ ամբողջի ղեկավարն է հանրապետությունով։ Ես հանգիստ եմ, որովհետև ես ոչ մեկից չեմ գողացել, անգամ գողացողներին պատժել եմ ու շատ խիստ, ոչ հակաիրավական մեթոդներով եւ աշխատանքից ազատելով եւ նախատելով եւ տարբեր հանգստությունս կայանում է դրանում։ Ինչ վերաբերում է ամեն հայտարարությունից հետո, ես չեմ հասցրի ամեն հայտարարությունից հետո ասուլիս տամ կամ հարցազրույց տամ, որովհետև հայտարարությունները շատ են, իսկ դա արդեն վկայում է վախի մասին, կոնկրետ Սամվել Կարապետյանից։ Իմ այստեղ լինելու իմաստը ներողություն, ընդհանրապես մարդկանց երկրորդ կարծիք տալն է։ Եվ փաստերով, հիմքերով, այստեղ մի տարբերություն կա, ես ինչ խոսում եմ հիմքերով եւ փաստերով, մարդիկ ինչ խոսում են, ասում են, էս ունենք, այն ունենք, տվել ենք իրավապահներին ու ոչ մի բան չկա։ Հիմա եթե պատկերացնում եք, ես ձեզ հայտարարեմ, որ մի ամբողջ ազգաբնակության հետ կապված աբսուրդային բան, բայց տակը փաշ չդնեմ, կարծում եմ լրջություն չի լինի դա։ Պարոն Ղազարյան, այն հայտնի խոսքը ասում է ասում է մի քիչ քարագծում է խոսը 100 խելք չեն կարողանում անել, հիմա մի մի հայտարարություն անում, դուք տենց 100 ասուլիսով ամբողջ չինով չկարողանում եք հայտարարությունը ով ասա չեմ կարողանում որտեղ չգիտեմ հանրության մեջ դրանից հետո վերլուծություն անում եք հսկայական թիմներ ձեր թիմակիցները չեն ուղղել, որոնք որ պարապզանգված են կամ թեկուզ նիկոլական են եւ բայց որ շատ համոզել կարող է օրինակ դեմ դառնալ։ Ես նորից կրկնեմ, ինձ համար նախին սխալները նախորդ ընդդիմության որ 21 թվականին սպեկտրում չեն կանի հաստատեց սխալները, իսկ ժողովրդի հետ խոսելը ձեր միջոցով կարծում եմ նորմալ է։ Ես առանց ինքնագովեստի իմ կամ իմ թիմի հետ կապված ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, որ մենք շատ լուրջ ենք մոտենում, մենք այստեղ չենք հակադարձում իշխանություններին, մենք ուղղակի ժողովրդին ճիշտ ենք բացատրում, բացարձակ ցանկություն չունեմ իշխանություններին հակադարձելու, միայն այն բանի համար, որ 21 թվականի կառավարության ծրագրում եղել են բաներ, որոնք ուղղակի հերքվել են եւ չկան, բայց ազգային ժողովը գործում է, օրինակ,
Այդ այնքան բան է եղել, որի արդյունքում ես հակադարձելու իրենց ոչ մի բան չունեմ։ Ես ինչ խոսում եմ, մեր ընկերները ինչ խոսում են ժողովրդին ճիշտը բացատրելու համար։ Հիմա ժողովուրդը այս ամբողջը տեսնելուց հետո ինչ ընտրություն կանի, միայն Աստված գիտի։ Կարծում եմ ոչ ոք չի կարող դրա վրա, ամենայն դեպս չենք թույլ տալու, որ փորձեն ներազդեն այլ ճանապարհներով։